2025 թվականը Օրբելի վերլուծական կենտրոնի համար ակտիվ աշխատանքի ժամանակաշրջան էր։ Օգոստոսյան իրադարձություններից եւ ստորագրված համաձայնագրերից հետո Օրբելի կենտրոնի աշխատանքներում ի հայտ եկան հետազոտական նոր ուղղություններ։ Տարածաշրջանային նոր իրողությունների պայմաններում ի հայտ են եկել վերլուծական գործունեության բոլորովին նոր ոլորտներ, նոր ուղղություններ եւ նոր գաղափարներ, որոնք հնարավոր չէին մինչ այս եղած իրավիճակում։ Համագործակցությունը խորացել է մեր հարևան բոլոր երկրների ներկայացուցիչների, ուղեղային կենտրոնների հետ, ինչը եւս նոր խոսք է հայաստանյան ուղեղային կենտրոնների ձևաչափում։ Հետազոտական նոր ուղղություններից կարելի է նշել ենթակառուցվածքային ընդհանուր զարգացումները, որոնք էական նշանակություն ունեն ոչ միայն մեր տարածաշրջանի, այլ ընդհանրապես ամբողջ աշխարհի համար։ Ենթակառուցվածքները այսօր դարձել են աշխարհի բոլոր պետությունների գրեթե եւ տարածաշրջանների քննարկման հիմնական առարկան, ինչը հասկանալի է, քանի որ հաղորդակցության ուղիները ամենագլխավոր միջոցն են, որոնք ապահովում են թե տնտեսական, թե քաղաքական, ինչպես նաև ռազմական զարգացման եւ համագործակցության հեռանկարները։ Ինչպես գիտեք, Հայաստանը ակտիվորեն առաջ էր մղում խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը, իսկ օգոստոսից հետո արդեն ակտիվ աշխատանքներ են ընթանում RIP նախաձեռնության իրականացման եւ կիրառման համար։ Տեղեկատվական տեխնոլոգիաները, լրատվամիջոցները, մեդիան եւ այս ամբողջ ոլորտը նույնպես գտնվում է համաշխարհային վերլուծական կենտրոնների եւ հասարակությունների ուշադրության կենտրոնում։ Մեդիա դաշտում տեղի ունեցող զարգացումները դրանք նորություն չեն։ Մեդիան թերևս այն ուղղություններից է, որոնք անընդհատ փոփոխվում են, անընդհատ իրենց վրա կրում են թե քաղաքական, թե համաշխարհային, թե միջազգային, ինչպես նաեւ տեխնոլոգիական զարգացումների բոլոր հետևանքները։ Բոլոր հարցերը մշտապես քննարկվում են գրեթե բոլոր համաժողովներում եւ փորձագիտական հանրության ուշադրության կենտրոնում են։ Օրբելի վերլուծական կենտրոնը նույնպես բացառություն չէ եւ մենք փորձում ենք նաեւ ուսումնասիրել եւ մեր եզրակացություններն ու վերլուծություններն անել այս ոլորտի վերաբերյալ։